Եկել եմ վերջին տարօրինակ գնումներովս ձեզ հետ կիսվեմ ու հետո գնամ ճաշ պատրաստելու։ Բարև ընկերներ ջան, ինչպե՞ս եք։ Թե ինչի այն գնումները այսօրվա տարօրինակ, հեսա դուք էլ կտեսնեք ու կհամոզվեք, որ ինչ եմ մտածել այս հագուստները գնելիս։ Եկեք նախ սկսենք շալվարից։ Շալվարը էլի ոչինչ, որովհետև վերջին պահին զգացի էլի, որ մեծ է։ Ես փոքր չափը չէի փորձել, վերցրել եմ այն չափը, որ այս երևի մի շաբաթ առաջ նմանատիպ ջինսից շալվար էի գնել մեկ ուրիշ ֆիրմայի ու 32-ն էր իմ չափը։ Բնականաբար ես էլ շտապում էի, միանգամից 32-ը վերցրի, փորձեցի ու այդպես էլ փոքր չափը չփորձեցի, չնայած մտածում եմ, ասում եմ, աղա մի քիչ մեծ է ամեն դեպքում, բայց քանի որ այդ նախորդ ջինսը գնելիս ես փորձեցի մի համար փոքրը ու ինձ չեղավ, մտածեցի էլ ժամանակ չկորցնեմ սրա վրա ու հենց այդ 32 չափսն էլ վերցնեմ, բայց բերեցի, մի անգամ էլ հագա ու տեսնեմ, որ չի, ամեն դեպքում մեծ է, մի հատ գնամ այդ խանութ, խնդրեմ, եթե հնարավոր է, փորձեմ մի համար փոքրը ու եթե կփոխեն, ապա փոքրը կվերցնեմ։ Ջինսը ինքը Austin Wide Leg-ն է, էլի լայն, եկեք սենց միացնեմ։ Լայն ջինսերից է, այս վերջերս ինձ շատ ա դուր գալիս այս լայն ջինսերը։ Հիմա եկեք մի անգամից հագնեմ ու հետո որ մյուս հագուստներն էլ հագնեմ ավելի հեշտ կլինի։ Ու ինչպես տեսնում եք, մի համար փոքրը հիանալի է նստում իմ վրա, իսկապես, բայց ինչպես ասեցին ինձ, տարբեր ֆիրմաներ, տարբեր չափսեր ունի, ես եմ մտածում եմ, որ հնդկական է, նույն չափերը կպահպանեն էլի, այսպես ասած, բայց չէ։ Սա լայն, այսպես, ու երկարությունն էլ, որովհետև այն մյուսը համել շատ երկար էր ու գետնին լավ գետնին էր կպնում։ Նույն ջինսի սպիտակ գույնը ունեին, ես ուղղակի իմ չափսը չունեին այդ խանութում, այստեղ նայել եմ, տեսել եմ այդ խանութից ունեն այդ ֆիրմայի, պետքա գնամ, որպեսզի սպիտակ գնեմ, կտեսնենք այս մոտ օրերս, երբ կկարողանամ գնել։ Հիմա ինչն է տարօրինակ։ Ընկերներ, ես գնել եմ այս բլուզկան, որը չեմ իմանում ինչի ուշադրություն չեմ դարձրել 2XL համարն է, թե աղջիկ ջան, դու երբ ես 2XL համարը հագել, ես 2 հատ էի վերցրել, ինձ թվում է ուշադիր չեմ նկատել և փորձել եմ, փորձելուց հետո ես երևի թե հետ եմ դրել այն համարը, որը որ իմն ա եղել, երևի L-ն ա եղել, ենթադրում եմ, որովհետև ես 2XL-ը ինձ թվում է պատահաբար եմ վերցրել ես, մի խոսքով հիմա տեսնեմ շալվարը փոխելուց, սա չտարա փոխելու, որովհետև չգիտեմ, ալարեցի, այտենց ալարկոտ մարդ եմ, եկեք մի հատ էլ փորձեմ, մտածում եմ ու տեսնեմ, եթե շատ լինի տենց մեծ, բնականաբար կդնեմ, չգիտեմ ուղղակի արդեն կարող եմ փոխել, թե չէ, այստեղ մի շաբաթ է, թե 15 օր է, եթե չեմ սխալվում, փոխելու օրը տրված, չեմ հիշում, մի անգամ հարցրել եմ, բայց հիմա մոռացել եմ։ Այդ ինձ թվում է մի շաբաթ անցել է արդեն, մի խոսքով հիմա փորձեմ, տեսնեմ ոնց է նստում։ Մինչև այսօր չէի հագել նորից, մտածում էի չհագնեմ ջղայնանամ ինձ վրա, բայց ոնց որ թե կարելի է հագնել, չի երևում, որ 2XL-ը, ինչ կարծիքի եք։ Դժվար էլ թե ընտանեմ, հետ վերադարձնեմ, սա ես կպահեմ հենց այսպես, անիմաստ չարժի։ Ինչ կարծիքի եք։ Ոնց հավես նուրբ ծաղիկներ են վրան։ Եվ եկեք երկրորդ տարբերակն էլ ունեմ այստեղ սենց սևը սպիտակով բլուզկա է, եկեք սա էլ փորձեմ, սա էլ L համարն եմ վերցրել, սովորաբար այստեղ չափերը փոքր են լինում ավելի, ես եթե M չափը հագնում եմ եվրոպական չափերով, հնդկական հագուստի մեջ M-ը փոքր է լինում ինձ, չնայած սրանք ոնց որ թե միջազգային շուկա են դուրս գալ, միջազգային չէ, էմիրություններ են կոնկրետ այս մարկան, այս ֆիրման էմիրությունները արտահանում իր ապրանքը, Եվրոպա չի հանում, բայց ոնց որ թե չափերը համապատասխանում են եվրոպական չափերին, ամեն դեպքում շալվարը համապատասխանում էր։ Սա էլ L չափսն է, մյուս բլուզկան է, ինձ թվում է ինձ հետ կհամաձայնվեք, որ սա էլ հետ տալու կարիք չունի, ինչ լավ է, որ չեմ տարել, ժամանակ չեմ կորցրել,
մի համար փոքրը ասենք փորձելու համար։ Ինձ ընդհանրապես նման բացվածքները սազում են, երբ որ վզի հատվածը սենց մի քիչ ավելի լայն էլ եթե բացված է լինում, մեկ էլ սուր կտրվածքներն է շատ ինձ հարմար, համապատասխանում է իմ ֆիզիոլոգիային, ինչևէ, չէ, լավ է։ Մենակ այդ խանութ կգնամ, այս նույն շալվարի սպիտակ ջինսը, եթե ունենան իմ չափսը, ափսոս այդ խանութում չունեին, դրա համար չվերցրի, բայց եթե ունենան, մեծ սիրով կվերցնեմ։ Սա են իմ ձեռքբերումները, բայց գոհ եմ ընդհանուր, ես ավելի վատին էի պատկերացնում, մտածում էի, չէ էլ հագել, չէ էլ փորձել, անդադ ձգձգում էի, ասում էի, հեսա որ հագնեմ, չխայնանալու եմ, ու տենց էլ չի փորձում, արդեն հանգիստ կարող եմ հիմա հագնել։ Իդեպ գոտիները մոդա են այս տարի, տարբեր հաստ գոտիներ, տարբեր ձևերով գոտիներ, ու ինձ թվում է այս շատ էլ սիրուն կլինի հետը։ Համաձայնեք չէ ինձ հետ։ Այս վրան ասվածների հետ ես շատ յոլա չեմ գնում, ճիշտն ասած, չնայած մոծակների համար իսկապես շատ լավ է, շատ հարմար է, որովհետև երեխուն չեն կծում, մեզ չեն կծում, բայց ես ինձ զգում եմ ոնց որ փակ տարածքում գիշերը արթնանում եմ, չեմ կարողանում քնեմ, մացենց մի կես ժամ պտտվում եմ տան մեջ, ստվերի նման, հետո վերադառնում եմ, որ քունդ շատ ուժեղ տանում է, որ անզգայանում ես, պարկում ես, մի անգամից քնում ես, այդ տարբերակով եմ քնում, թե չէ որ սենց զգում եմ ինչ-որ մի բան, ինձ թվում է փակ տարածքում եմ, մի տեսակ վատ եմ զգում ինձ։ Ինչևէ ընկերներ ջան, ես այստեղ Ալեքսի համար չէի գտնում լավ որակով, շատ կան բաներ, լանչբոքսի ամաններ այստեղ շատ կան, շատ տարբերները կան, բայց որակով լավը չէի կարողանում գտնել այդ ընթացքում, որ փնտրում էի, հա, ու մեր ճամփորդական դեղերը մենք միշտ այս ինքը լանչբոքս է, բայց միշտ ճամփորդական դեղերն էինք այստեղ տեղափոխում ու դեղերը բնականաբար տեղափոխեցի մեկ ուրիշ տեղ եւ սա որպես լանչբոքս էր իր համար ծառայում, արդեն լվացել եմ, չորացել է, հիմա նորից դեղերը հետ կդնեմ այստեղ, սա շատ հարմար է, մենք ուր էլ որ գնում ենք ճամփորդելու, միշտ ասում եմ, չէ, մեր հետ դեղերը տանում ենք, որովհետև չգիտես ինչ երկիր ես գնում, ինչ կլինի առաջնային դեղեր ունենք, ուրեմն եթե ասիական որևէ երկիր են գնում, Բալի, այստեղ Հնդկաստան գալուց, մեր հետ ամենակարևորը բերել ենք փորլուծության դեղ, որ մի անգամից եթե թունավորում լինի կամ ինչ-որ մի բան, հարկ չլինի, ապտեկաներով գնալ եւ այլն, ցանկացած դեղատուն էլ որ մտնեք, նաեւ ճամփորդելուց առաջ բնականաբար մենք նաեւ մեր տնային բժշկին, այսպես ասած, ասում ենք, որ երկիր ենք գնում ու ինչպիսի դեղեր կցանկանանք մեզ հետ տանել, եթե հարկա ինքը նշանակում է լավ, որպեսի վերցնենք, ու ասում ենք էլի, որ ճամփորդում եք, դա շատ նորմալ բան է, երբ որ դուք օրինակ մտնեք ապտեկա, ասենք պետքա ճամփորդեք Թայլանդ, Բալի, Հնդկաստան, ասիական որևէ երկիր եւ ձեզ անհրաժեշտ է, ասենք, փորլուծության դեմ, թունավորման դեմ դեղ, մի խոսքով նման բաների համար միշտ մտածում ենք ու նաև նավարկությունից առաջ, եթե նավարկության պետք է գնանք Եվրոպայում, նավարկության այդ սրտխառնոցի հետ կապված դեղեր ենք վերցնում, երկու տեսակի, համ մանկական, համ մի խոսքով ընկերներ ջան, այս իմ դեղերն են, այս եկեք բացեմ հիմա, սա պետք է փորձեմ տեղավորեմ այստեղ, սենց տոպրակներից երևի թե ես կառանձնացնեմ, որպեսզի տոպրակներն էլ մեծ տեղ չզբաղեցնեն ու ամեն ինչ կարողանամ դասավորեմ այստեղ, սա գողացավի համարը, ամբակ, այս տուփը ու սենց մի քանի առանձին տոպրակներ էլ տեղավորեցին այստեղ, սենց ավելի կոմպակտ է ինձ թվում է, կհամաձայնեք ինձ հետ ու այս մյուսը մնաց, սա էլ պետք է տեսնեմ, կնայեմ արդեն ամսաթիվը ինչ վիճակում է, բայց սենց կտեղավորեմ, ինչևէ, բայց կարևորը սա դատարկվեց։
մեծ քթի կաթիլներ վերցնել, վերցած գալիս։ Իրիկունը հատկապես այսօր հիվանդ ենք Ալեքսին քթերի մեջ եմ կաթացնում քնելուց առաջ, որ երեխան լավ հանգիստ կարողանա քնի, հա։ Այսօր երկրորդ օրն է լինելու, շատ չեմ կաթացնում, էլի ինձ չի որ շատ եմ կաթացնում։ 22 months. Փոխուտ եմ ես քեզ։ Գնանք արդեն խանութ։ Մենք հետ եկանք, արդեն վերադարձանք, չգիտեմ, խանութում նկարեցի, թե չէ, ինձ թվում է չեմ նկարքի, այս կարգոները բարձացել են ծառի վրա, ձեր չտաս բալ հանկարծ, մեր ջուրն է, գնացել էի նորից խանութ, որովհետև մեր ջրի ժամկետը լրացել է, 6 ամիս է, ասել եմ, որ փոխեն, բայց դեռ չեն եկել, որ փոխեն, դրա համար ջուրը համարյա թե ամեն օր գնում եմ, առնում եմ, գալիս եմ, Դեն շատ էլ չեմ վերցնում, մեջ շրերով եմ վերցնում, բաբար, անդհատ ասում եմ դեևի այսօր կգան, վաղը կգան, ինձ թվում է այսօր պետք է գային, այսօր չնայած կիրակի է կարող այսօր չգան, վաղը գան, դենց դրա համար շատ չեմ վերցնում այսօր տեղը, այսօր ուզում եմ պիցա սարքել, շուտ գնանք տուն, որ պիցան անենք, Ալեքս արդեն առևտուրի եկավ է, այդտեղից դուրս արի Բայց իրենք պետք է լվանամ արևս։ No. Այս խանութից եկան արդեն, այստեղ 2 հատ կաթ եմ վերցրել, հիմա մեկով պատրաստելու եմ պիցայի խմորը, այս ջուրը, կոլա, կիվի, որպեսզի բանանի հետ խառնեմ բանան կիվի եւ ինչ խառնեմ մեղր, որ կոկորդներս լավանա, ծամոն, այստեղ սրանցից Ալեքս վերցրել, ինչ որ աստղի տեսքով այս Սրանցից Հայաստանում էլ կա արջուկները, սրանցից պետք է առաջին անգամ փորձենք օրեոյա 5 star ինչ-որ գինի, 2 հատ վերցրել ենք, որ ես ու Ալեքսը փորձենք, հատկասակերն են, ստեղ պեչենիա վերցրել ելակի համով, սրանք չեմ սիրում, բայց դե որ հիվանդա թող խմի, այս ես շատ հավանեցի ճիշտն ասած, սուրճի հետ խմում եմ, բանամ, ոնց որ սնիկերս լիներ Ինչ եմ վերցրել, ձում եկել, հասա Այսքանի վճարել ենք 905 ռուպի Ու եկել ենք տունը Մարակ պիցայի խմորը անեմ, որ հասցնեմ ընկերներ չան ընտրիքին պատրաստվեմ Այլ տեսնենք մեզ ոնցն է Բացենք Also, we have to try this one. Հետի չէ, մենակ ես մեկը It's new. It's halal. Դառնա ես սա չեմ կարող ընկես տար դատի մեջ օրեոյա սենց թղթով դա այսինք Tomato will come. ով է տենց ասում Մատ նայեք են սիրուն կամերան ամսոց չի փոխանցում ընկերներ շատ սիրուն կարմիր է երկինքը ես ասում ես թորմա լինելու եւ անձրև կլինի եւ Tornado. 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 Let's see. It's the weather for tornadoes. Ah? Yes. Tu tens cartu? Okay, It's the same weather for tornadoes. Բայց երևի անձրև կգալա։ No. Ես ուզում եմ հասկանալ այս շունը ինչ է ուտում, ում է գտել որ ուտում, ինչ որ կենթանի է ուտում։ Փորձում է նկարի, Ալեքս ասում է t-shirt-ը, հա t-shirt-ը, t-shirt-ը, ինչ որ կենթանի է ոնց։ It's not the same in Thai. It's the t-shirt. They have to take my plant inside. Ինչ որ կենթանի է, բայց ինչ կենթանի է։ Դա որ մեծ ուտ է։ They have to take my plant inside. You know why?
Այսօր ափսեները Ալեքսն է լվանում, հերթապահը ինքն է, ափսեների հետ մեկտեղ նաև խաղալիքներն է որոշել լվանա, օրը տենց ենք սկսել, արթնացել է, ասում ափսեները ես լվանամ։ Please. Ալեքս ես սրտի չէ, ես ասաղ ջուր ա լինելու, Ալեքս, ու ջուրը չռա գետնին։ No, my waist broke. Ես այստեղ ջուրը բացող փակող եմ աշխատանքի ընդունել ինձ, որպես ջուրը բացող փակող։ Գետնին ջուր չբացվեցնա։ Water. Mommy, this is coming off. Դե բավուրը տենց անես, ջուրի տակ պատուրս կգաղենք։ Չոտքով։ Տորթ հանգեղը չի տենց կպած մնա։ A bubble. Այս հատվածներն էլ լվաց կապաս։ Սրանը վարած, բաս բին բրնի։ Mommy, open it, please. This is looking like alcohol, right? Like a beer. Yes. I'm getting my beer. Ծարկյանք, ասում ես վերջացրեց, լվացել ա տղես սա։ This is all done. I have one more cup to do, I guess. Ապրին պալել, մամային օգնեց, լվացեց ափսեները,